Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ցանկացած հանդիպում կլինի անարդյունավետ, եթե դրան չմասնակցեն Ուկրաինայի կամ Եվրոպայի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մենք փորձում ենք համոզել մեր դաշնակիցներին, որ առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի մասնակցության նման բանակցությունները որևէ արդյունք չեն տա։ Նշել է Կալասը, հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն ձգտում է խաղաղ կարգավորման։ Ավելի վաղ Կալասը ոչ այնքան հաճելի էր համարել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը Բուդապեշտում։ Այդ ֆոնի վրա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Եվրամիությունն սկսել է ակտիվ քայքայիչ գործողություններ, փորձելով ազդել գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Instagram-ում կատարել է OnlyFans-ի ուկրաինացի մոդել Աննա Մալիգոնի տեսանյութի վերահրապարակում։ Տեսանյութը հրապարակվել է նախագահի AG ռեպոստների բաժնում եւ կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 2.8 միլիոն դիտում։ Տեսագրության մեջ Մալիգոնը պարում է երկու տղամարդկանց հետ, դրանից որոշ ժամանակ անց Զելենսկին հեռացրել է տեսանյութը իր էջից առանց որևէ մեկնաբանության։ Ավելի վաղ Զելենսկին հայտնվել էր մեդիայի ուշադրության կենտրոնում NBC-ին տված հարցազրույցի ժամանակ անգլերեն բառ մոռանալու եւ ՄԱԿ-ի ամբիոնից խոսքի ընթացքում լեզվական շփոթ առաջացնելու պատճառով։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սերգեյ Լավրովն ու Մարկ Ռուբիոն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը եւ արևմուտքի ռազմական աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, նշելով, որ այդ թեմաները պարզապես չեն կարող անտեսվել։ Իհարկե կքննարկվի ինչպես հատուկ ռազմական գործողության թեման, այնպես էլ արևմուտքի այն գիծը, որով նրանք աջակցում են Ուկրաինային։ Սա մեզ չի կարող բավարարել, ասել է Ռյաբկովը, ընդգծելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ չի հայտարարվել, սակայն Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են ուղղված միջազգային ճգնաժամերի եւ անվտանգության հարցերի քննարկմանը։ The Washington Post-ի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե լիովին անտեսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները։ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում թերթի աղբյուրները նշում են, որ Թրամփը լսում էր Զելենսկուն, սակայն ոչ մի կերպ չէր արձագանքում նրա մտքերին։ Ըստ զրուցակիցներից մեկի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան չի կարող վերադարձնել կորցրած տարածքները եւ պետք է կրկին փորձի դիվանագիտական ուղիներ։ Մեկ այլ եվրոպացի դիվանագետ The Washington Post-ին պատմել է, որ հանդիպումը անհամակարգված է եղել։ Թրամփը խոսակցությունը շեղել է դեպի իր անձը, դժգոհելով, որ երբեք Նոբելյան խաղաղության մրցանակ չի ստացել։ Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ նույն հանդիպման ժամանակ Թրամփը հորդորել է Զելենսկուն ընդունել Ռուսաստանի պայմանները, ինչը հանգեցրել է լարված քննարկումների եւ փոխադարձ մեղադրանքների։ Ըստ աղբյուրների, երկխոսությունը բազմիցս վերածվել է կոշտ բառափոխության, իսկ Թրամփը հաճախ բարձրացրել է ձայնը, ցույց տալով իր բացարձակ դժգոհությունը Կիևի դիրքորոշումից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ, հայտում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել, սակայն հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։ Ըստ դիվանագիտական աղբյուրների քննարկումը կայացել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև վերջին շաբաթներին սրված լարվածության ֆոնին, չնայած պաշտոնական մեկնաբանությունների բացակայությանը, վերլուծաբանները չեն բացառում, որ զրույցի թեման կարող էր առնչվել Ուկրաինայի, Սիրիայի եւ ռազմավարական անվտանգության խնդիրներին։ Հայտում է Լենտակետրուն։ Ռուբիոնը վերջերս ստանձնել է ԱՄՆ պետական քարտուղարի պաշտոնը, առաջին անգամ է խոսել Լավրովի հետ այս կարգավիճակում։ Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են պահպանել սահմանափակ, բայց կարևոր դիվանագիտական շփումներ, չնայած հարաբերությունների խոր ճգնաժամին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշել է մի կատակային դեպք, որը տեղի էր ունեցել ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ծննդյան օրը։ Ինչպես պատմել է Պուտինը վկայակոչելով վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է Ռոսիայի հեռուստաալիքով, մեկ հյուր պատահաբար նրա վրա լցրել է կարմիր գինի։ Միխալկովի ընկերներից մեկն ինձ վրա լցրեց կարմիր գինի, շատ էր նեղվում, ասաց, որ այլևս ալկոհոլ չի օգտագործի, բայց որքան գիտեմ, խոստումը չպահեց եւ շարունակում է խմել։ Իհարկե ողջամիտ չափերով, կատակել է Պուտինը։ Հայտնի խորհրդային եւ ռուսական կինոռեժիսոր Օսկարի դափնեկիր Նիկիտա Սերգեևիչ Միխալկովը հոկտեմբերի 21-ին նշում է իր 80-ամյակը։ Ավելի վաղ Պուտինը խոսել է իր ջերմ հարաբերությունների մասին Միխալկովի հետ, ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուսական մշակույթի եւ կինոյի ոլորտում։